Բարլո սիրելի բարեկամներ, տանեմ աղբը գցեմ, ուզում եմ մտնեմ շուկա, այսեղ մոտիկ շուկա կա, ասել եմ էլի, միրգ առնեմ, այսօր ընկերուհիս ա գալու, հասիկոն եմ իջնեմ միրգ առնեմ, սեզոնային միրգ, կնստենք կսրճենք, շոկ հորա, բայց այսօր մի քիչ բան ա, ոնց որ սենց խափուսիկ շոկ լինի, արևը մեկ կորում ա, մեկ դուրս ա գալիս, գնանք մի հատ ջուր խմենք, ինչավես ա լվացքը փռած, այնքան սիրում եմ ես միջավայրը, այս շենքերի մոտ, հանգիստ, լվացքը փռած, լվացքը դե իմ թույլ կողմն ա լվացք փռելը, մի հատ ջուր խմեմ, այս հեռախոսի վրա բան եմ կպցրել, որ ընկնելու չվնասվի, իսկ թվում է դա մի քիչ Անդհատ ես թվում է ոնց որ մի ձևի խավար լինի, կամերան մաքրում եմ, բայց ես թվում է էլի ոնց որ խավար լինի, այդ պետք է հանեմ, եսա հասա աղբը գցեմ, թեքվեմ շուկան էլա մոտիկ, աղբի արկղերն էլ են մոտիկ, գցեմ ու գնամ, հլենակ ինչ արև ու շոքը, Այստեղից էլ կարամ անցնեմ, անցում չկա մեկ այս կողմում, սպասեք հեռախոսն անջատեմ, որ մինչև այստեղից անցնեմ, չէ լավ անցանք, բարեհաջող անցանք, մեքենա չկա, գնացի, հասուն այդ կենթանու շուկան ամեն օր չի լինում, երևի մենակ շաբաթ կիրակի օրերին է, Եմ վերջում էլ մրգի բանջարեղենի շուկանն է, գնամ արագ առնեմ ինչ որ վերցնելու եմ ու բարձրանամ վերև։ Սա գյուլասը 1300, խնձորը 800, 1000 դրամ, 1000 ծիրանը, 1000, հատել են կողմը նայեմ, ծիրան ու գիլաս վերցրի, էլի երկու կինեին այնտեղ, միշտ երկուսի մոտից էլ առնում եմ էլի, որ երկուսին էլ մի քիչ օգուտ տամ, լավություն անեմ, մի հոգու մոտից չեմ վերցնում, իսկ ինչ շոկա գնալու եմ տուն էլ դուրս չգամ, եթե դուրս էլ գամ, մենակ երևի իրիկունը հողում, գները ասեմ, գիլասը արժեր 1000 դրամ, ծիրանը արժեր, այդ եմ վերցրածը 600 դրամ, անցանք փողոց է, անցնենք էստեղ, ասում են ամսի 3-ից պիտի ջերմաստիճանը իջնի, փոխվի, լավ շոկ է, տեսնենք պիտի փոխվի, թե չէ, շատ մոտ է այս շուկան, լավ է որ կա, բայց շատ փոքր շուկա է, էլի տենց ընտրություն, 2-3 վաճառող են, Այս թե էլի բանա, մի հատ էլ ջուր խմեմ ու բարձրանեմ, 10 ռուպե չտևես դուրս գալ ներս գալիս, այդ էց ամեն ինչ մոտ է, փաստորն ես երրորդ մասն էլ լավ տեղ է, էլ կենտրոնական լավ, ինձ դուր է գալիս, Մի հատ էլ բարձրանամ ու կարևորը հանգիստ, խաղաղ, անվտանգ, վերջ հասա, բանալին հանեմ, դուր բացեմ, Ոյդ ինչ շոկ էր, եկա սովորություն, Գիլասը ոչինչ տենց, խոշորությունը լավ է, բայց կեսը ոնց որ գույները էլի տարբեր է, չգիտեմ, երևի քաղցրությունն էլ կարող է դրանից տարբեր լինի, փոխվի։ Ամեն դեպքում էդ էր։ Ես զգացի, որ գիլասի գները բարձրացել են։ Այսինքն ծիրանը այնքան անուշոտ ունի, կարծացել եմ ձեր գրասները, որ կարանք միրգ տանենք, ես էլ եմ ասում, ես գիտեի, որ կարանք, աշոտն ասում է, չաշոտն ասեց, թե չաշոտը չասեց, ով ասեց,
Կանադայում փորձել միրգ տանեն, չէ թույլ տվեն, դրա համար ասեց մի հատ ճշտ եմ, Աշոտն ասեց մի հատ ճշտ եք, տեսնեն կարող է, չի կարելի Եվրոպայում տանել, բայց գիտեմ, որ կարելի է միրգ։ Այս շոկին լավ է շատ հեղուկ խմելը։ Ժողովուրդ ջան, հիմա մի հատ երևի սուրճ խմեմ, չգիտեմ ընկերուհիս քանիսին կգա։ Ինձ այդ ադամնաբույժի տվյալներն եք հարցնում, ես հեռախոսի համարը կտամ, բայց այնտեղ չեմ ուզում գրեմ YouTube-ում հեռախոսի համարը, Instagram-ով ինձ գտեք կամ էլ մեյլ եմ նշել, իմ էջում էլ, YouTube-ի էջում էլ որ մտնում եք, այդ մեյլը գրել եմ, այդ մեյլով ինձ գրեք, ես հեռախոսի համարը կփոխանցեմ, ինչ հարց որ ունենաք, դրան այդ ձևով կպատասխանեմ ձեր հարցերին։ Ինձ էլի Բելգիայում էլի գրել էիք, որ ուզում էիք իմ հետ խոսայիք։ Ես պատասխանում եմ, դուք չեք նայում, այնպես ասում, որ դուք ինձ ասում եք, ձեզ թվում է, թե այդպես ես մոռացա անցավ գնաց։ Չէ, ես պատասխանում եմ, դուք այնտեղ չեք նայում։ Հեռախոսի համար ես չեմ կարող այնտեղ YouTube-ում գրեմ։ Եթե ուզում եք, կարող Instagram-ով ինձ գտնեք, կամ այդ մեյլը, որ նշել եմ, այդ մեյլով դուք ինձ գրեք, այդ ձևով կարող շփվենք, այդ ձևով կարող տվյալներ փոխանակենք, շփվենք։ Հիմա չեմ կարող հեռախոսի համարը YouTube-ում գրեմ։ Այդպես ժողովուրդ լավ շոկ հա, գնամ հիմա նստեմ մի քիչ հանգստանամ, գրքեր ունեմ կկարդամ, մինչև ընկերուհիս կզանգի։ Գրքերն են դնեմ սառնարան, թող սառեն։ Ծա, երեք ջրեմ ջրեմ։ Արամուտից արևը նվավրան։ Հոքել արու է, այն մեկն է ստապով ծանեք ինչ էինք ասում, չեմ հիշում ջր անունը։ Մոռացել եմ անում ինչ էր, ամեն օր ջրում եմ երեք, բայց մոռացել եմ։ Մի հատ էլ մեքենան միացնեմ, տվածքի մեքենան բարակ չորանում ալվածքը փռում եմ կերժամ հետո չորա։ Տվածքի մեքենայի դուր ինչ դժվարությամբ է բացվում, բայց ոնց որ արդեն ձևը գտել եմ։ Դժվարությամբ է փակվում, դժվարությամբ է բացվում է։ Ես էլ մի հասնեմ։ Ոչ, ես ինչ աղողով է փակվում։ Դուպե տեսնեմ։ Ես պետք է լավ փակվի, եթե չէ։ Դուպե տեսնենք։ Տեսնեմ միացավ, թե չէ։ Հա ոնց որ։ Հենց մի հատ պտտվեց, որ միանում է, մեկ սենց միացնում եմ, տալիս է էրոր։ Դե միացի։ Ես ինչ դժվար եմ, հա, լավ պտտվեց, ուրեմն միացել է։ Այդ վաղվանից մի քիչ հոտ կլինի։ Հա, վաղվանից Ռոզամել ասել։ Մի 3 օր հով է լինելու։ Հա, դե լավ է, դա մինչև Հետո էլի մի 30-ի վրա, տենց էլի հով է։ Իմ 30-ը քո համար հով, հա։ Բա ինչի է։ 29-ը 30, բա այսօր 34 է տալիս մինչև կբարձրանա, հա։ Մեր մոտ էլ 40 էր Աշոտն ասել։ Вообще տեղերով փոխվել է։ Բայց Ֆրանսիայում է շատ շուտ։ 44 մինչև ավել, ինչքան զոհեր են եղել ահագին։ Ինչ ես խոսում։ Հա, անգամ երիտասարդներ են, են չի որ մենակ տարիքով ծերեր կամ բա։ Չէ, շոկին դիվանալի չի։ Ցրտիների մի շոր ավել կհապնես։ Հա, ես մենք չենք դիմանում, ես ու Աշոտը շոկին չենք դիմանում։ Вообще, հենց ստեղում է։ Ինձ իրակ միացրին, երևի տալիս է, բայց ընդհանուր առմամբ այստեղ Ծավ բան էլ կա։ Դե առավոտել եղա, առավոտ արևես կոմանում, հետո իմնում այն։ Այս սուրճը կոչվում Փարիզյան սուրճ։ Այս Փարիզյանն է, հա։ Այս իմ Աննան խորհուրդ տվեց։ Ես առաջ շատ էի խմում 5-րդ համարը, սա չգիտեմ, հա։ Բայց հետո մեր տարաբիկա եմ անում աղալ տալիս հոստայի հետ մի քիչ խառնում եմ, էլի շատ հավասարացվում։
լավսե կարանք վերցնենք, անձեռոցիկ ունենք, հայտարխոդե տարբեր գույների աղցեները կոտրված։ Սենց ավելի լավ կարևորը Ես իմ հրաշք վարդերը ընկերիս հետ նոր բերեց, նվիրեց, տեսիք ինչքան սիրուն են, ճաշակով, ասում է ճաշակով, ամեն ինչ ճաշակով։ Դու ապրես, մեքենայի ձայնը չի խանգարում, լավ ինչ թող աշխատի։ Ես սուրճը սառն եմ խմում, պետք է սառի, առանց էլի հիմա չի կարելի տեսնել, թողնում եմ, օրը 5 անգամ մշակում եմ, աղաչով բանում եմ ու բանում այդ մասկում։ Այնտեղ սուրճի հեյով Ես պոլիսալ եմ կսում։ Համ շրթունքներիս, համ լնդերիս, ուղղակի իրան որ շուտ ասեի, շուտ ցցեիք, սել ավելի շուտ վերականգնի։ Ինչ չէի նա։ Այն օր որ տեսավ սես դուրս ատվեց, ասեց պոլիսալ կսի, ասեց լնդերի դել կսի։ Մազեր այն։ Պոլիսալ, որ 4 անգամ կարելի է կսել։ Կամ օգնում է, աղաջուրը դե աղաջուրն շատ լավ է։ Լեգեր մեր ոնց մեր հայկական ժողովուրդ քավց ոնց ասեմ անուշաբույր արևահամ ինչ որ հատկանիշներ վերագրել Եզակի միշկը բայց շատ համով է բույրը արտակարգ սենց իրան չկա Եվրոպայում բայց արդեն գտնի չէ արդեն կբերե Այն օր աշխարհով անցայրացի ցույց էր տալիս ուղարկում են Լեհաստան Լեհաստանից չգիտեմ, եվրոպական մյուս երկրներ կգնա, եթե հասնի, շատ լավն է, ընտիր։ Լավ է, որ եվրոպական շուկա դուրս գա։ Սյոտակի մեծ ծավալով կարծում եմ չի կարողանա դուրս գա։ Կարող քիչ արդեն։ Երկրորդ հարկի հարևանի դուռն էի խփում, բայց մոր չբացեց։ Սրբ չեն գելա ներքև։ Ասեցի, քան իրանց այդ պատշգամբի բացրիկի վրա է ուզեմ քամից հատ չգցի, նել մարդ չկա տանը, ավելի ուշ նորից կխփեմ դուռը, գնամ մի քիչ սպոսնեմ կամ հետո էլի տեսեմ եթե սրբիչը տեղում է դուռը կխփեմ, ուզեմ սրբիչը։ Օրը ցերեկով եմ եկել, միջել կնկարեմ, ձեզ ցույց կտամ։ Էլի լավ քամի է, արևի տակ լավ շոկ է, բայց այս ստվերոտ տեղերում լավ է։ 24 աստիճան է ցույց տալիս, փաստոնի չէ լա այդքան, այսօր 34 է եղել։ Ինչքան շատ տեղատներ կան։ Այս ապարատների սուրճը ասում են լավ է, չի։ Գնամ երևի անցումով անցնեմ։ Իշնեմ գետնը անցումով անցնեմ։ Փոշմանեցի, չի չա գետնը անցում, որովհետև որ անցեմ են միշտ կողմով, արևի տակով պետք է քայլեմ, ավելի լավ է նույն ճանապարհով գնամ։ Գնամ մի քիչ են հակառակ փողոցով քայլեմ, նայեմ այն կողմերում ինչ կա։ Գումար են կանխիկացնում, հերթա։ Այս կողմում կան գարա։ Բայց ինձ հետաքրքիր է, եթե այս Գարեգին Նժդեհի հրապարակն է, բա Նժդեհի արձանը ինչի է գրված ուրիշ տեղ, ինչի չեն դրել այս հրապարակում, հետաքրքիր է։ Երևանցիներ հլը ասեք տեսնենք, ինչի է այդպես, կարող է դուք գիտեք։ Երևանն է սերը, իրոք որ սերը։
Ես փողոց ուրա գնում, չլես կողմի վրա քայլեմ, կարող էի գիկա։ Ես այստեղ կա, որ մեքենաների ձայնը չլսվում։ Անհնար է, դժվար է։ Այստեղ փոքրիկ է սենց։ Չէ, հա, շենքի բակ է, ուղղակի։ Շենքի բակում են ուղղակի մարդիկ չեն նստել։ Բայ անցնելուց մոռացա նկարեի ձեզ ցույց տայի։ Այնտեղ կարդացի են մի տանն է, ոնց որ ապրել է ժողովրդական երգչուհի Վալյա Սիմոնյանը։ Չէ, սենց չգիտեմ ուրա գնում, ավելի լավ է ես ետ դառնամ, չգնամ կորեմ, առավել ևս որ Աշոտը իմ հետ չի։ Այստեղ մի հատ սրճարան կա, բայց բան մեծ բարձր երաժշտություն է միացրած, թե չէ կարելի էր մտնել նստել։ Չէ, մեքենաների ձայնից պրծում չկա։ Ստիպած պետք է ձայնի չասեմ, ձեր համար երաժշտություն միացնեմ, երաժշտություն դնեմ, որ դուք ուղղակի նայեք, այս աղմուկը չլսեք, հաճելի երաժշտություն լսեք։ Բանջարեղենի խանութի դիմացով էի անցնում, մի երկու հատ գազար ու քաղցր պղպեղ վերցրի, ուզում էի հետմիկ էլ վերցնեի, բայց շատ վնասված է, ինչ վերս, հիմա նայում լստեք, կարծեմ էլի պետք է խանութ լինի, եթե լինի տեղից կվերսեմ, հենց հավես քամի է, հաճելի քամի է սկսվել։ Մի հատ էլ ուզում եմ սուպերմարկետ մտնեմ, նայում ուտելու ինչ կարելի է վերցնել, հիմա որ մենակ եմ, իմ համար ոչ ման չեմ էլ ուզում եմ, բայց պետք է մի բան ուտել էլի, գնամ մտնեմ նայում ինչ կգտնեմ։ Մտամ երկու բան առա դուրս եկա սուպերմարկետից։ Սրբիչս ընկել է ներքևի հարկի։ Տեսեմ հլը սրբիչս տեղում է, թե քամին կցելացած։ Հարևանույն տուն եկել է, ուզեմ։ Մի րոպե տեսնենք։ Չի երևում, երև եկել է, հա, վերցրել է։ Հա, չի երևում։ Գնամ լե դուրը տուկ տամ, տեսնեմ։ Հարևանու պատշգամբի դուրը բաց է, տուն ա եկել։ Գնամ դուրը խփեմ, սրբիչի ուզեմ։ Բայց ակսաղգին ծանր է։ Ինչ անեմ, չգիտեմ, այստեղ էլ ուր կարամ գնամ անգալու, որ աղմուկ չլինի, ոնց քայլեմ աղմուկը, հե։ Երևի այստեղ շենքի հայտում բան կա, շենքի բակում գնամ նստեմ։ Առևտրը հանեմ տուն ու հարևանույն տանն էր, տեսա պատշգամբի դուրը բաց է, խփեցի դուրը բացեց, ինքան հաճելի, շատ հաճելի երիտասարդ կին էր։ Ասում է, սրբիչի համար եք եկել, ասում եմ, հա, ասում է, տեսա որ ընկել է, կախեցի, որ ասում է տեսնեին, որ ես տեսել եմ կախել եմ, որ գամ վերցնեմ։ Ասում շատ շնորհակալ եմ, ասում եմ, վայ ինչի համար, ինչքան բաներ կան, որ մենակ մերն են, էլի սենց արժեքները, ջերմությունը, էլի հաճելի էր շատ։ Էս է սովորության, ուրեմն այս բանջարեղենի խանութից առա, հետո պետքա սուպերմարկետ մտնեի, բայց այդտեղ կտրոն չէր տվել են տղան, հետո ասի կարող մտնեմ հանկարծ սուպերմարկետում ասեն մեր մոտից ես վերցրել, չնայած երևի իրանց մոտ ցեստոպակներ չէ, բայց ամեն դեպքում այդ
Սուպերմարկետի բանջարեղենի բաժնի աշխատող կնոջը ասում եմ, գիտեք, ես ուրիշ խանութից եմ արել, հո խնդիր չի ձեր մոտ, որ սենց մտնեմ, ասեց, ուզում եք կամ անվտանգության աշխատողին ասեք, կամ ասում է, այն դարակները դրեք։ Ուշադիր չի եղել, որ դարակներ կան, դրեցի դարակում, նոր ես մտա խանութից ինչ-որ առնելու էի առավ։ Գազար վերցրի 3 հատ, որ գտնիկով, կավաչկայով պետք է կոտլետեր պատրաստել։ Այս քաղցր պղպեղը ինքան լավն է, ուղղակի սրտել եմ, չգիտեմ ինչի համար։ Հետո սուպերմարկետից մի հատ բրոկոլի եմ վերցրել, այս ոսպից վերցրի, բանջարեղենի հետ խառնած մի բան կերկեմ։ Երեխեքն էլ որ կան, դարձա մի բան կերպեմ, հիմա որ իմ համար եմ ենდა, ոնց չեմ ուզում երբև էլի։ Մի հատ դտմիկ վերցի, մի հատ էլ տանն ունեմ։ Իհարկե ես գնումներ չեմ արել երեխեքի համար, ես ուղղակի վերցրի, ասի կարող եմ համար կոտլետ բան պատրաստեմ։ Երեխեքը որ գալու լինեն, նոր կգնամ առևտուր կանեմ։ Ու մի հատ սարդինա եմ վերցրել։ Չգիտեմ ինչ կարելի է այդպես կատնաշոր ունեմ, արդեն ինքան եմ կերել, հոգնել եմ կատնաշորից, հատ թվասեր պետք է վերցնել, մոռացա արդեն։ Հետո լուցկի էի ուզում վերցնել, որ այս գազը վառեմ, են էլ աշխատողին հարցրի, ասեց կասայի մոտ է, կասայի մոտ էլ մոռացա, չուզեցի։ Տեսակ չէ, ինչ շքեղ վարդեր էի նվեր ստացել, այս էլ նվեր է, հիմա ուզում եմ բացեմ, ընկերուհիս է նվիրել։ Ցեցինք ընկերուհիս գնաց, այսա նվերը բացեմ միասին նայենք, սանգ եկավ ժողով ջան, անջատեցի նվերը դեր, դա է որ շատ սիրուն բան է, այք սիրուն սուրճի բաժակ է, հայրեն տառերով շատ սիրուն է, շատ հավանեցի, այնտեղ ուղղակի մտածում են, ուրեմն պետք է մի պորցիա սուրճ եփեմ, որ տեղավորվի սրա մեջ, կամ էլ պետք է արդեն մտածեմ հայկական սուրճ, լավ, այստեղ հենց կխմեմ, այնտեղ էլ կնայեմ, եթե ես 2 պորցիան չի եփում, դրանով չի տեղավորվի, ուրեմն պետք է մի պորցիա խմեմ արդեն։ Ու իրա գտալն է հետը, շատ սիրուն է, Արմենիա, ինչ լավ հուշանվեր է, շատ սիրուն է ժողովուրդ, ապրի իմ ընկերուհին, շատ սիրուն է, շատ հավանեցի, այս էլ բանն է, նայեք, ապսեմ, մենք շոկ է ժողովուրդ քրտնեցի արդեն, այս էլ սիրուն բաժակ է, շատ հավանեցի։ Ահա, այս էլ իմ հուշանվերը տեղավորեմ, որ անվնաս ետ կտանեմ, հիմա ուզում եմ մի բան ուտեմ, չգիտեմ ինչ երևի ես տեսեմ ինչ կանեմ արագ ու տան նստել չի լինում, պետք է գնամ, իջնեմ մի քիչ մաքուր ինչը։ Դե կասեցի իջնեմ շենքի բակում, փոքր տենց այգու նման բան է, էլի մեր կողմ նստարան կա դրած։ Մեկ մտածեցի իջնեմ այնտեղ նստեմ, հետո ասի չելա պատշգամբում կնստեմ։ Մի քիչ թարմոտ շնչեմ, եթե ես կարելի է թարմոտ համարել, այսքան երթևեկության մեջ հարցրել էի ապրելակերպի մասին Երևանում ոնց է ապրելակերպը, ես չգիտեմ, ես ընդամենը Երևանում շփվել եմ իմ ընկերուհու հետ, հարցրել եմ ու ինքը ասում է, որ շատ դժվար է, այս որ սենց տեսնում ենք այն շքեղ կողմը, այդ շատ քչերին է հասանելի։ Հետո հիմա գիտեք, դրսից շատ կան Հայաստանում, Ռուսաստանից, տարբեր երկրներից շատ կան ու հայերից էլ հիմնական մեր ժամանակ էլ չէ, մի մասսան, որ շատ հարուստ էր, ընդհանրապես մեր երկրում կամ շատ հարուստ են, կամ էլ չի ասի աղքատ, բայց ավելի քիչ եկամտով մարդիկ, միջին խավը մեր երկրում բացակայում է։ Հիմա կարող է նոր ձևավորվում է, ես չգիտեմ, բայց միջին խավ մեր երկրում չկար, մեր ժամանակ որ չկար, կամ հարուստներ էին, կամ աղքատներ էին մասսայաբար։ Հիմա էլ այսօր ընկերուհուս եմ հարցում, ասում եմ ոնց է Երևանում կյանքը, ապրելակերպը, ասում է շատ դժվար, շատ վատ։ Նենց որ ես անձամբ ուրիշ ձև չեմ կարող իմանամ ոնց է, այդ որ տեսնում եմ մարդիկ սրճարաններում, ռեստորաններում նստած են, այդ բնականաբար բոլորին հասանելի չի, շատ քիչ մասան է կարողանում օգտվի։ Անգամ մենք, որ Եվրոպայում ենք ապրում, աշխատում ենք, փառք Աստծո, ասենք լավ ապրում ենք, անգամ մենք չենք կարողանում անընդհատ ռեստորան բանից օգտվել առիթից առիթ, որովհետև ընդհանրապես ռեստորանից օգտվելը թանկ հաճույք է, իսկ հիմա թե այստեղ, թե այնտեղ։
Ինչ որ ժողովուրդ ջան, դա այդպես Երևանի ապրելակերպի մասին ինձ հիմա երևանցիներ, ովքեր որից լսում են, կարան իրակ գրեն հենց այս վիդեոյի տակ, թե ոնց է ընդհանրապես Երևանում ապրելակերպը։ Այս ինչ ուժեղ քամի է, դուրը չեմ բացում, շատ ուժեղ քամի է։ Ձայնը հել է քամում։ Եղանակը պիտի փոխվի։ Ճիշտ էր փաստորեն, որ ամսի 3-ից պետքա փոխվի եղանակը։ Նայեք ծառերին։ Մի հատ վարդերից նայեմ, ձեզ էլ ցույց տամ իմ չքնաղ վարդերը։ Շատ սիրուն են, մի քիչ էս կողմ բերեմ, ընտիր ուղղակի գեղեցկություն։ Իրիկունը Խաժակ Գյուղնազարյանի ջրաղացը վերցրի, կարդամ չեմ հիշում, շատ վաղուց եմ կարդացել, ոչ մի բան չեմ հիշում ընդհանրապես։ Մի քանի տող կարդացի ու քնեցի, ուժեղ քամի երկայծ ականձրև։ Ես սիրում եմ միաժամանակ մի քանի գիրք կարդամ, ես էլ Թումանյանի երկերի ժողովածությունը հլնակ ինչքան հին է ժողովուրդ։ Մի քանի բան նայեցի ու կիսատ է հետնել, վերջ տողերը, վերջին էջերը չկան։ Հա, բանն է, հեքիաթներն են ու վերջին էջերը չկան։ Ինչ որ է։ Թող մնա, էդ էլ կկարդամ, ես էլ կկարդամ, բայց գիտեք ինչ եմ զգացել, որ հիմա մեկ-մեկ էս շատ հին գրքերը, ոնց որ էլ տենց հետաքրքիր չլինի, արդիական չլինի։ Իհարկե նայած գիրք, այս ամեն դեպքում հələ կարդամ, տեսնեմ, ընդունելության քննությունները անցել է հերոսը, Արամը, նայենք հետո ինչա լինում։ Դե այս նոր գրքերս ուղղակի այստեղ եմ թողել, պետքա դնեմ ճամպրուկի մեջ, սրանք այստեղ չեմ կարդա, այս տանելու եմ հետս այնտեղ կարդամ։ Շոկ օր է սկսվում ժողովուրդ ջան, վարագույրները չեմ էլ բացել, արդեն հաջորդ օրն եմ նկարում, դուք էլ տեսաք։ Ուղղակի մի վիդեոյի մեջ որ մի քանի անգամ բարև եմ ասում, մի քիչ լավ չի լինում դրա համար նորից բարելույթ չտվեցի ձեզ։ Ջուր եմ խմում, առայժմ արթնացել եմ, երկրորդ բաժակն եմ արդեն խմում։ Սպասում եմ թորնիկներիս, այս մյուս թորնիկներիս արդեն, որ գան այսօր երեխեքի հետ մի քիչ ժամանակ անցկացնեմ, այսօր վաղն է, ինչքան որ կմնան։ Աշոտը ոնց տեսնում եք, հետս չի հիշում եք, որ իր ծնունդին ասեցի, ուզում ենք, թե ինչ ենք նվիրել, ասեցի ծնունդին, ձեզ կասեմ հետո, հիմա ասեմ, այդ նվերը արդեն նվիրել ենք։ Աշոտի ամբողջ կյանքի երազանքներ գնար Արևմտյան Հայաստան իր պապերի երկիրը, իր պապի գյուղը, այդ գյուղը հիմա քաղաք է դարել, ինչ էր անունը, Քոքարլու, թե ինչ որ տեսակ մի բան էր։ Ամբողջ կյանքում ինքը երազել է, ասում էր, պապս որ մահանում էր, ասում էր ծառավ եմ, ուզում եմ մեր երկրի ջուրը։ Հիմա ու այդ իմ մեջ մնացել էր միշտ, որ ինքը ուզում է, երազում է այդ մասին, մտածում եմ, որ այդ պետքա մի անգամ իրականացնենք, հետո ծնունդի որ երեխեքը ասում են, մամ ինչ նվիրենք պապային, ինչ նվիրենք, ասեցի կարելի է ուղղակի պապային ուղարկել իր պապերի երկիրը։ Եվ այդպես կազմակերպեցի, գնացել է Արևմտյան Հայաստան տուրով։ Տարել են, ոնց որ փոքր խումբ է 5 հոգանոց, այնտեղից ինձ ուղարկում է վիդեոներ, բաներ, ես մեկ մտածում եմ հիմա դնեմ դուք նայեք, հետո ասում եմ լավ կբերի, ինչ որ կնկարի, մի հատ ամբողջական վիդեո կսարքեմ դնեմ, ձեզ էլ հետաքրքիր կլինի կնայեք, իրանց զգուշացում եմ, որ մի քիչ նորմալ նկարի, շատ մի կամերա չարժի, որովհետև քայլելով է նկարում, մի քիչ ոնց որ սիրուն չի լինում կադրերը։ Ամեն դեպքում հետաքրքիր է, շատ պատկերացնում եմ իր ուրախությունը, գիտեմ, որ շատ հայեր են գնում Արևմտյան Հայաստան։ Այդպես ժողովուրդ ջան, դրա համար մենակ եմ, բայց իհարկե երեխեքը չեն թողնի, որ մենակ մնամ, ընդամենը 3 եմ մենակ մնացել, այսօր արդեն աղջիկս կգա, երեխեքը կգան, հետո այսպես արդեն շատ ժամանակ չի էլ մնում գնալու, այս 2 օրը շաբաթ կիրակին կվայելեմ թորնիկներիս հետ, արդեն 2-շաբթի, 3-շաբթի բժշկի պետք է նորից գնամ, որ վերջացնեմ, որ շուտով ետ ենք վերադառնալու։
Դե ժողովուրդ ջան, ասեմ որ վայելում եմ, ուղղակի վայելում եմ ես այստեղ, ես ինքս Երևանցի չեմ, բայց հասկանում եմ թե ինչի են բոլոր հայերը այսքան շատ սիրում Երևանը, ոչ թե նրա համար, որ մեր երկրի մայրաքաղաքն է, ուղղակի հրաշք քաղաք է, շատ սիրուն է, շատ շենքերը, մարդիկ, այնքան լավն են մարդիկ, անմիջական, բարձ, մի բան հարցնում ես, սենց իրար խառնված ուզում են օգնեն, կարճ ասած սիրեցի Երևանը շատ։ Հաճույքով կապրեի, եթե տուն ունենայի։ Իհարկե ես չեմ սիրում կենտրոնում, բայց հաճույքով կապրեի անգամ ծայրամասերում։ Ինչի ենք բոլորս ցկտում Երևան։ Ես հիմա հասկանում եմ, ես ինքս սիրում եմ ավելի շատ բնությունը ու սիրում եմ այդ ոչ թե գյուղի կյանքը, ուղղակի բնությունն եմ սիրում։ Գյուղի կյանքն էլ չնայած հիմա առաջվա գյուղի կյանքը չի որ ասես, տեսակ ցույց էի տալիս ձեզ գյուղը, որ այդքան հարցնում եք, ես որ գյուղն է, Մելիք գյուղը, որտեղ քույրիկս է ապրում, տեսակ չէ ինչ դրախտավայր է, բայց այդպիսի գյուղերում ոնց չապրեն մարդիկ, ապրում սովորում են, մարդը ապրելով սովորում է, որտեղ ապրում է, այնտեղն էլ սովորում է, կարճ ասած ժողովուրդ ջան, հիմա ձու եմ դրել խաշվի, նախաճաշին եմ պատրաստվում, որ երեխեք հեսա ուր որա կգան, ձուն անջատեմ, այս կողմը առավոտներն է սենց արև, հետո արդեն արևն անցնում է, վերջ հերիքը արդեն խաշվի, երևի մի հատն էլ ճաքել է, շատ ծուչուն էի տանը, բայց առայժմ ես հերիքը նախաճաշի համար, ես բաժակը հանեմ ու սառը ջուրը բացեմ ձվի վրա,